Դավիթ Տարոնի Սանասարյանին 1804-2003 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ եւ արդարացնել հանցակազմի բացակայությունը։ Քրեական հետապնդման մեկնարկից շուրջ 6.5 տարի անց պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն այսօր արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Սա նշանակում է, որ նա չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։ Ըստ մեղադրանքի Սանասարյանը պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել է լիազորությունները, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Ադյանի հետ եւ նախապես տեղյակ լինելով, որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցում տարբեր գնման ընթացակարգերի եւ ստանում շահույթ, Սանասարյանն անտեսել է օրենքով սահմանված արգելքը, Ադյանին աշխատանքի է ընդունել ու նշանակել պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա Ադյանի միջնորդությամբ նույն վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունել Գևորգ Խաչատրյանին։ Ադյանն ու Խաչատրյանն ըստ մեղադրանքի 2018-2019 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են ՊՎԾ-ի կողմից վերահսկվող օբյեկտներ հանդիսացող առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Վանաձոր բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին, պարտադրելով փոփոխել պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր։ Ըստ մեղադրանքի Ադյանն ու Խաչատրյանը նպատակ են ունեցել հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված Զորաշեն ՍՊԸ ընկերության հաղթանակը։ Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաեւ Ադյանը, Խաչատրյանը եւ Զորաշեն ՍՊԸ-ն ղեկավարող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանք գործի քննության ընթացքում համաձայնել են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է։ Ինչ վերաբերում է Սանասարյանին, նա մեղադրանքը չի ընդունել, պնդել է, որ պետք է հասնի արդարացման դատավճռի, քանի որ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում։ Թորոսյան-Վանեցյան համագործակցության արդյունքում է սա տեղի ունեցել։ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահին Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետն էր, իսկ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարը։ Անդրադառնալով Արսեն Թորոսյանի դրդապատճառներին Սանասարյանն ասել էր. Պետական վերահսկողական ծառայությունը պլանավորել է եւ իրեն տեղեկացրել է, որ մենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք առողջապահության նախարարության եւ նրա ենթակա մարմիններում ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը եւ այլն եւ այլն։ Եվ սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ։ Սա եւս կարող էր խոչընդոտ հանդիսանալ։ Ինչ ուներ պահելու այդ դեպքում։ Այս շատ կոնկրետ հարց է։ Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ Դոն Պիպոյի հարազատին պատկանող, քրոջ որդուն պատկանող եւ Սամվել Ալեքսանյանին պատկանող, այս մենաշնորհների, ես նախկինում չեմ տվել այս անունները, բայց դիալիզի շուկայի 84% կամ ավելին պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող, այսպես ասած, անձանց եւ կամ նրանց ընտանիքի անդամներին։ Եվ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Քրեական գործը հարուցվել էր ԱԱԾ-ում, այն ժամանակ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը հայտարարել էր. Այն մեղադրանքը, որը առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի արդեն դատարան, եւ դատարանում դուք բոլորդ եւ առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում
Դատարանում գործի քննությունը տևեց ավելի քան 5.5 տարի։ Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Դավիթ Բալայանը պարզաբանեց. դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սանասարյանն իրավունք ունի դիմելու դատարան վարույթի ընթացքում պատճառված վնասի հատուցման պահանջով։ Բայց որ դիմեք դատարան, չմոռանաք նշեք, որ այս վարույթի քննությունը ձեր մեղքով էլ է ձգձգվել, էլի։ Ինչպես է արդարացման դատավճռին վերաբերվում առողջապահության նախկին նախարարը, որն այժմ արժպատգամավոր է, այսօր Factor TV-ին հարց ուղղեց Արսեն Թորոսյանին։ Կեցցե արդարադատությունը, եթե կարճ ասեմ, մնացած մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են իրականում, այնպես չի, որ հատուկ ասելու բան կա այդ մասով։ Նշենք, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո Սանասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել ՊՎԾ պետի պաշտոնից։ Այժմ չի կարող պահանջել, որ իրեն վերականգնեն պաշտոնում։ Ինչ վերաբերում է արդարացի հատուցման պահանջներին, այս հարցը պետք է քննարկի փաստաբանների հետ։ Դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում Սանասարյանը նշեց, որ չի չարացել որևէ մեկի նկատմամբ, չնայած արդեն 6 տարուց ավելի քրեական հետապնդման մեջ է։ Կներեք մի չուզված են։